Արմոն օգտագործել է իմ վախերը իմ դեմ ու կառավարել է ինձ։ Ես եմ սխալ ու ես կյանքիս ամենամեծ սխալն եմ գործելու, սրանից ավելի մեծ սխալ չեմ գործելու։ Ես սրա համար երբեք ինձ չեմ ներելու։ Լավ, ես արդեն պիտի գնամ առանց էդ էլ ժամանակս անիմաստ գործերի։ Հայկ, սպասի, ես հասկանում եմ, ես եմ մեղավոր։ Ես մեղավոր եմ, որովհետև մտածել եմ, որ վնասում եմ քեզ, որովհետև մտածել եմ, որ Միքոյի ծեծելու հարցում ես եմ մեղավոր, Վարոյի սպանության մեջ ես եմ մեղավոր։ Ես սխալվել եմ, հա, ես խաբվել եմ Արմոյին։ Ուղղակի ես մտածել եմ, որ ինձ զոհելով ու իմ երջանկությունը զոհելով ես կփրկեմ այն մարդկանց, ում շատ եմ սիրում։ Բայց նորից եմ կրկնում, ես սխալվել եմ։ Ինչ ասեցիր Վարոյի մասին։ Ես իմ քո մասին եմ խոսում։ Ասում եմ, ինչ ասեցիր Վարոյի մասին։ Լիլիթ կբացատրես ինչի ես անտրամադիր։ Նենց չի, որ ասեմ հասկանալու ես, կամ այսքան ժամանակ հասկացել ես։ Լիլիթ, եթե Սոնայի մասին ես խոսալու մոռացի։ Դու էլ ինքդ լսեցիր, որ իրա մոտ ամեն ինչ լավ է։ Ու հերիք է քեզ նենց պահես, իբր շատ լուրջ բան ա եղել։ Դու տենց մտածի, իբր ոչ մի լուրջ բան չկա։ Իմ ներվերը չի երիքում արդեն, երդվում եմ։ Քո գործի ժամն է, ուշանում ես։ Ճիշտ ես։ Իմ աշխատանքի ժամն է, երևի ես արդեն պետք է գնամ իրոք։ Լիլիթ։ Ինչ։ Ուշանում եմ, Միքայել։ Սպասի հաշիվը փակենք, նոր դուրս կգանք։ Մեր հաշիվը կբերեք։ Հա, ես հասկանում եմ, որ Վարոնքը համար շատ կարևոր է։ Բայց ես հիմա այստեղ քո դիմաց կանգնած խոսում եմ իմ ցավից, խոսում եմ իմ զգացմունքներից։ Ու դու այդքանի մեջ մենակ Վարոյի անունն ես լսում։ Այն ինչ դու խոսում ես ինձ ընդհանրապես հետաքրքիր չի։ Ես քեզ չեմ հավատում։ Ինձ Վարոյի մասն է մենակ հետաքրքիր։ Ինչ գիտես, ասա։ Ես չունեմ քեզ ոչ մի բան ասելու։ Արմոն եկել ու քեզ ասելա, որ իրանք են ծեծել Միքոյին իմ ու քո պատճառով, չէ՞։ Հա, տենց էլ եղել է։ Ու Վարոյին էլ են սպանել իրանք։ Էլի իմ ու քո պատճառով։ Ու դու որոշել ես, որ պիտի գնաս ինձնից։ Ճիշտ եմ։ Հա, Հայկ։ Տենց է եղել։ Արմոն եկավ ու ասաց, որ Վրամն է ամեն ինչ արել։ Ասաց, որ Վրամը կապ ունի Միքոյին ծեծելու հետ։ Ասաց, որ Վրամն է կազմակերպել Վարոյի սպանությունը։ Ես էլ ինչ անեի, Հայկ։ Իմ ուշք ու միտքը քեզ փրկելն էր։ Դու շատ լավ գիտես։ Արմոն շանտաժի լեզվից բացի ուրիշ ոչ մի լեզու չգիտի։ Ես ինչ անեի, կասես, դու իմ փոխարեն լինեիր, ինչ կանեիր։ Ես հետո եմ իմացել, որ Վրամը ոչ մի բանի հետ կապ չի ունեցել։ Փաստորեն ճիշտ էի։ Հայկ, խնդրում եմ, քեզ սենց սառը մի պահի, դու տեսնում ես ես հիմա ինչ վատ վիճակում եմ։ Դու տեսնում ես իմ համար ինչքան ցավալի է այս ամեն ինչը, դու ո՞նց ես սենց սառնությամբ, անտարբերությամբ ինձ նայում։ Լավ, ինչ եղավ քո ներսի սերը, մի օրում ուղղակի անհետացավ, հա։ Ես չեմ հավատում, որ հիմա քո ներսը տակնու վրա չի լինում։ Ինչ ես քեզ սենց սառը պահում։ Տպավորություն է, որ ես քո համար ուղղակի օտար ինչ-որ մեկն եմ։ Հա, էլի մի ների ինձ, մի ընդունի ինձ, բայց գոնե ասա, որ հավատում ես իմ խոսքերին։ Ուզում ես անկեղծ լինեմ հետդ։ Հա, ուզում եմ, որովհետև ես չեմ հավատում, որ քո համար ամեն ինչ մեկ է։ Ճիշտ ես։ Ես քեզ լսեցի մենակ նրա համար, որ կասկածներից մեջ
Համոզվեմ Վարոյի սպանության հարցում։ Մենակ դրա համար լսեցի։ Թե չէ ոչ դու ես ինձ հետաքրքիր, ոչ էլ քո պատմությունները։ Ինչ պատմում ես, որ տառապում ու տանջվում ես, հա, ու քո կամքին հակառակ բաներ ես անում, շանտաժի զոհ ես դարձել, հեր ունես, աղբեր ունես, գնա իրանց ասա, թող քո հարցերը լուծեն, ինձնից ինչ ես ակնկալում, Ես քեզ չեմ հավատում։ Այդ քո խնդիրն է։ Նարե։ Նարե, ինչ ա եղել։ Ինչ ա եղել, ինչ ես ես վիճակում։ Հա Հայկ, Քերի հետ Արմոյի պահը հաստատվում է։ ինչ ես իմացել։ Կգամ տուն կասեմ, հիմա մի հատ գործ ունեմ։ Վերջացնեմ գամ տուն կխոսանք։ Մենակ քեզ մի բան խնդրեմ, միջև 100% հստակ չիմանաս ինչա կատարում, ոչ մի բան չանես։ Քերի, հա, ո երեխա չեմ։ Լավ տղես, կսպասեմ։ Լավ։ Արմո։ Խմի։ Վերցրու, խմի։ Ես չպիտի կանգնեցնեի Հայկին։ Չպիտի խոսեի, հետո չեմ հասկանում ինչի տենց բան արեցի։ Միակ բանը, որ դու պիտի չանեիր, այդ Արմոյի հետ ամուսնանալու հիմար միտքն էր։ Փաստորեն լուրերը քեզ են հասել։ Հա, հասել են։ Ասա տեսնեմ ինչ ես ես վիճակում, Հայկը ինչ ա ասել քեզ։ Կարևոր չի ինչ է ասել։ Ես պիտի հասկանայի, պիտի ուրիշ բան չակնկալեի, որովհետև ես Հայկին շատ եմ ցավացրել։ Բայց իսկապես ես պատրաստ չէի սենց հարվածի։ Իսկ ինչ ես կարծում։ Հայկը պատրաստ էր են հարվածին, որ քեզնից ստացավ։ Հորքոր, դու հիմա այս քո բառերով ինձ ավելի ես վնասում ու ցավացնում, չես օգնում։ Նարե ջան, օգնությունը միշտ չի, որ սպեղանու տեսքով ա լինում։ Ճիշտ խոսքը երբեմն շատ ուժեղ ա դաղում, այո։ Բաց վերքի վրա աղլցնելու պես բան ա թվում, բայց սթափեցնում ա։ Ես գիտեմ, որ լավ չես վարվել Հայկի հետ, մի հարցրու թե որտեղից ով ա ասել, կարևորը որ գիտեմ։ Իսկ մեծ ցավերը մարդու սիրտը բթացնում են, քարացնում զգացմունքները։ Իսկ մեծ սիրո կորուստը երբեմն փոխակերպվում ա չարության, երբեմն էլ դատարկության։ Ես փորձել եմ պաշտպանել Հայկին։ Փորձել ես, բայց ստացվում է, որ հարվածել ես թիկունքից։ Երբ հարվածում ես մարդուն, պետք չի ներում ակնկալել կամ նեղվել, որ սպասելիքները չարդարացան։ Բարի օր։ Ասենք թե բարի օր։ Ես էլի տրամադրություն չունես, հա։ Եկել ես ապուշ հարցեր տաս Արմո։ Չէ, վռամ։
Նարեի մոտ եմ եկել։ Ու ընդհանրապես տեղ գալուս միակ պատճառը Նարեն է դարձել։ Ինչ։ Կարողա թույլտվություն պետք է վերցնեմ, որ հատուկ անցակետ կա։ Ուրեմն ես քեզ հիմա մի բան կասեմ, Արմո։ Ու էլ այս թեման ընդհանրապես չեմ բացի։ Քո ու Նարեի ամուսնությունը աբսուրդ է։ Պարզ է, որ Նարեն քեզնից զզվում է։ Ու Նարեն ինչքան էլ ասի, որ ինքն է ուզում քո հետ ամուսնանա։ Մենք երկուսս էլ գիտենք, որ Նարեին ինչ-որ մի բան ստիպում է, որ քո հետ լինի։ Ինչքան ուզում է գոռա, ուզում է 1000 անգամ ասի, ես չեմ հավատալու դրան։ Ու ընդհանրապես ես չեմ պատկերացնում դու որպես տղա ոնց ես պատրաստվում ամուսնանաս մեկի հետ, ով լավ գիտես, որ քեզ չի սիրում։ Չնայած այդ քո անձնական տրավմաներն է, ես չեմ խառնվի դրան։ Բայց մի բան լավ իմացի, Արմո։ Ես ամեն ինչ պարզելու ճանապարհին եմ ու չեմ թողի, որ քրոջս մազը ծռվի։ Դու շատ լավ գիտես, որ այս ասածները ընդհանրապես իրականության հետ կապ չունեն վրամ։ Ու ես մի անգամ քեզ բացատրել եմ, չեմ պատրաստվում երկրորդ անգամ կրկնվել։ Ու հերիք է իմ համբերության հետ խաղաս։ Համբերությունը սահմաններ ունի, քեզ էլ ինձանից վեր մի դասի։ Այս թեման պետք է վերջնականապես փակվի, ու դու պիտի հասկանաս։ Ճիշտ է, այս թեման կփակվի, բայց ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստեմ, Արմո։ Այսինքն վրամ։ Այսինքն Նարեն ոչ քո, ոչ էլ մեկ ուրիշի խաղալիքը չի, որ ոնց ուզեք խաղացնեք։ Ես չգիտեմ քո թիկունքին ով է կանգնած, բայց Նարեի թիկունքին ես եմ կանգնած, Արմո։ Ու դու լավ գիտես, որ ես ոչ քեզնից եմ վախենում, ոչ էլ մեկ ուրիշից։ Քրոջս մազը ծռես, կթաղեմ, հասկացար։ Կյանքը բումերանգի օրենքով է աշխատում ու այդ օրենքն անխախտելի է։ Հորքուր, դու ես քո օգնությամբ ավելի շատ սպանում ես ինձ։ Ես հիմա այն վիճակում չեմ, որ նստեմ քո քննադատությունները լսեմ։ Նարե, ես քեզ չեմ քննադատում։ Ես ուղղակի ուզում եմ էմոցիաներդ մի կողմ դնես ու սթափ նայես իրականությանը։ Սրանից ավելի սթափ չի լինում։ Այդ դեպքում պիտի իմ կամ մեկ ուրիշի հանդեպ բարկությամբ լցվելու փոխարեն պայքարես քո իրական թշնամու դեմ։ Հա, գիտեմ, բայց ինչ անեմ, արդեն չեմ հասկանում։ Ես ամեն տարբերակ փորձել եմ, Արմոն միշտ ինձանից մի քայլ առաջ է։ Ես փորձել եմ գործել, խոսել, բայց միշտ շանտաժի նոր ձև է գտնում։ Ու ես հույսս արդեն կորցրել եմ։ Դու ուղղակի չես պատկերացնում, Հայկ ինձ չի ներելու, չի ընդունելու։ Սառնությամբ էր նայում, անտարբերություն կար իր հայացքում, այն նույն հայացքում, որից ես ժամանակին սեր եմ գտել, ջերմություն եմ գտել։ Երանի չգնայի հետևից ու չտեսնայի իրան։ Գոնե այն ժամանակ մտածում էի, որ իր համար էլ է ցավոտ։ Մտածում էի, որ ինքն էլ է կարոտում։ Բայց հիմա ես էլ հակառակում չեմ կարա համոզեմ ինձ։ Այս խոսքերդ հանձնվելու նման են հնչում, Նարե։ Հա, որովհետև երբ որ պայքարելու պատճառ չկա, հանձնվել եմ միակ տարբերակն է։ Թող մտքից ծայրով անգամ չանցնի դա։ Հանձնվելու մասին չփորձես անգամ մտածել, Նարե, որովհետև հենց այդ պահից դու պարտված ես լինելու։ Ես վաղուց եմ պարտվել։ Հայկը քեզ չի ընդունել, հա։ Սառնա եղել քո հանդեպ։ Հետո ինչ։ Կյանքն ավարտվեց։ Վերջ։ Քո կյանքի պայքարը միայն Հայկի համար էր, Նարե։ Քեզ համար քո կյանքը ոչ մի արժեք չունի։ Մնում էր ասեիր, որ
Մեկա քեզ համար թե ինչ կլինի քո կյանքի հետ, ում հետ կամուսնանաս։ Հա, հորքոր։ Եթե ես Հայկի հետ չլինեմ, իմ համար մեկա թե ում հետ կլինեմ։ Պիտի մեկ չլինի Նարե, լսում ես։ Ու հետո Հայկը չգիտենք վաղը ինչ կանի։ Հայկի մեջ էլ են ցավն ու վիրավորանքը խառնվել իրար, իսկ դա հաղթահարելը շատ բարդ է, ու ինչ որ ժամանակ է պետք։ Եթե նույնիսկ Հայկը քեզ երբեք չների ու դուք միասին չլինեք, չի նշանակում, որ դու պիտի կյանքդ կործանված համարես։ Կյանքը Հայկով չի սկսվում ու չի ավարտվում, Նարե, հասկանում ես ինձ։ Դու չես հասկանում ինձ, հորքոր։ Հա, իմ կյանքը Հայկով է սկսվում ու Հայկով է ավարտվում։ Դու գիտես ես ինչքան եմ պայքարել այդ սիրո համար։ Դու գիտես ես ինչքան եմ կռվել այդ սիրո համար։ Հայկի հանդեպ սերը ամեն անգամ հաղթել է ինձ ու ավելի ուժեղ է եղել։ Ուղղակի մի ժամանակ այդ սերը իմ ուժեղ կողմն էր։ Իսկ իմ թուլությունն է դարձել։ Արմա, չգիտեմ որ եկել ես։ Մի քիչ առաջ եմ եկել, Վրամը դիմավորեց։ Բա Վրամը ուրա գնաց։ Հա։ Անեկդոտա Նարեին կկանչես։ Նարեն տանը չի։ Բա ուրա։ Չգիտեմ։ Նարեն մեծ աղջիկ է ու ամեն քայլափոխին ես իրան չեմ հարցում թե որտեղ է։ Փաստորեն իրան լավ ասկում։ Դե հո հավերժ հիվանդ չէր լինելու։ Համել քանի օր տանը փակված է եղել, դրանից ավելի վատ է իրան զգում Արմեն։ Բայց քեզ մի բան եմ ուզում հարցնել։ Դուք պատրաստում եք ամուսնանալ։ Ասում եք, որ ամեն ինչ լավ է։ Բայց մի տեսակ տարօրինակ չի, որ դու տեղյակ չես որտեղ է Նարեն։ Ամեն դեպքում կրկնում եմ, Նարեն մեծ աղջիկ է ու պետք չի նրան սահմանափակել։ Հատկապես Նարեի դեպքում դա շատ վատ կարող է վերջանալ։ Սպանելու եմ քեզ, Նարե։ Սպանելու եմ։ Խմի մի քիչ կթուլանաս։ Ես չեմ խմում։ Ոնց կուզես։ Մտածում ես խեղճանալը հարցի լուծումը։ Չեմ մտածում, որ հարցի լուծումը ինձնից էլ չի խեղճանալը։ Բայց ես չգիտեմ ինչ անեմ։ Ես իսկապես ոչ մի տարբերակ չեմ գտնում ինքս ինձ պաշտպանելու համար։ Ես մենակ եմ, բոլորը Արմեի կողմից են։
Որովհետև բոլորը մտածում են, որ ես Հայկից հեռու կմնամ մենակ այն ժամանակ, երբ որ Արմոյի հետ ամուսնանամ։ Արմոն էլ իր քայլերով, իր արարքներով ոտքերս ու ձեռքերս կապել է։ Ու իմ տպավորությունն է, որ իմ ամեն արած քայլը կարա շատ վճռական լինի ընտանիքիս համար։ Ես իսկապես վախենում եմ Արմոյից։ Ես չգիտեմ ոնց պայքարեմ իր դեմ։ Բայց ով ասաց, որ դու այս պայքարում մենակ ես։ Մենակ եմ։ Վրամն էլ իմ հետ չի, որովհետև ես իմ արարքներով նեղացրել եմ Վրամին։ Ու հետո ես Վրամին ամեն բան չեմ պատմում։ Այն ամեն ինչը չեմ պատմում, ինչ որ նոր քեզ ասացի։ Ես էլ չեմ հասկանում ինչ ես ամենի մասին խոսացի, իրականում դեռ ուրիշ բանի համար է եկել։ Այն ինչի համար եկել ես, մենք դեռ կհասցնենք քննարկել, բայց այս պահին շատ ավելի կարևոր գործ ունենք։ Ինչ գործ։ Քեզ եմ նայում ու ինձ եմ հիշում 10 տարի առաջ։ Իհարկե մեր պատմությունները շատ տարբեր են, բայց ես էլ էի քեզ նման մենակ, հուսալքված, անօգնական։ Ես էլ էի մտածում, որ կյանքն արդեն անիմաստ է, ամեն ինչ կորցրել եմ ու պայքարել է իմաստ չունի։ Բայց փաստորեն պայքարեցի։ Նարե, ի տարբերություն ինձ դու մենակ չես։ Ես քո կողքին եմ։ Հասկանում եմ ինչ-ինչ պատճառներով քեզ համար միգուցե վստահելի մարդ չեմ, որովհետև պատահական հայտնվեցի, եկա քո կյանք ու պատահական էլ անհետացա, բայց ուզում եմ իմանաս, որ ամեն ինչ այլ է լինելու։ Ես թույլ չեմ տա, որ դու անցնես այն ճանապարհով, որով ես եմ անցել։ Ինձ թվում է ես էլ պայքարելու ուժ չունեմ։ Ուրեմն կստեղծենք այդ ուժը։ Նարե, դու պիտի առաջինը քո մասին մտածես։ Պիտի առաջինը քեզ սիրես ու քո համար ապրես։ Չես ուզում Արմոյի հետ ամուսնանալ, ուրեմն չպիտի ամուսնանաս։ Հասկացի ես կյանքը թույլերին չի սիրում, հակառակը, թույլին ավելի է թուլացնում, տրորում է ու անցնում։ Եթե Հայկը քեզ համար է ստեղծված, քոնն է, ուրեմն վաղ թե ուշ դուք միասին կլինեք, դու դրա մասին մի անհանգստացի։ Դու հիմա պիտի միայն քո վրա կենտրոնանաս։ Դու պիտի քեզ փրկես, որովհետև դա քո փոխարեն ուրիշ ոչ ոք չի անելու։ Հարկուր, բայց ինչ անեմ։ Սոնայի հետ ինչ-որ բան էինք որոշել, իբր հիվանդ եմ, ջերմությունս բարձր է, ինձ լավ չեմ զգում։ Ուղղակի մի քանի օր հարսանիքը հետաձգելու համար, բայց դա էլ է ժամանակավոր։ Երկար հո չեմ կարա խաբեմ։ Արմոն էլ ամեն ինչի պատրաստ է։ Ինքը անգամ առանց հարսանիքի է պատրաստ ինձ իրանց տուն տանի, որովհետև հասկանում է ամեն ինչ։ Հիմա էլ տանը երևի բոլորը խառնվել են իրար, որ տանը չեմ։ Ես սարսափում եմ այն մտքից, որ գնալու եմ էլի այդ անիծյալ հարսանիքից խոսեն։ Ասում ես ձևացրել ես իբր հիվանդ ես։ Հա։ Շատ լավ է։ Ուրեմն կշարունակենք այդ խաղը։ Ոնց։ Ինչ ենք անելու։ Դու հիվանդանոց կպարկես։ Հա, այդպես մի նայի։ Գումարն ես կյանքում ամեն հարցել լուծում է։ Ինչ որ ժամանակ դու հիվանդանոցում կլինես, իսկ այդ ընթացքում ես կհասկանամ ինչ տարբերակով պիտի Արմոյի դեմն առնենք։ Դու մտածում ես ինչ որ բան կստացվի։ Իհարկե։ Արմոն այստեղ շատ փոքր խաղաքարան է։ Ինքը այսբերգի երևացող գագաթն է միայն, բայց դու չգիտես ինչեր է կատարվում օվկիանոսի խորքում։ Դու հիմա պետք չի ուղեղդ ծանրաբեռնես, գնա տուն ու սպասի իմ զանգին։ Իսկ մինչ իմ զանգելը արդեն գիտես ինչ պիտի անես։ Իսկ եթե Ոչ մի իսկ եթե, իսկ չկա։ Ամեն բան որոշված է, վերջ։
Այս մի բանն էլ ասեմ ու գնանք մարզվելու։ Պատկերացնում ես, եթե ես հիմա փաթեթ վերցնեմ, ոչ մի վճարում չեմ կատարելու։ Առաջի վճարումը կատարելու եմ ապրիլ ամսին։ Ու ես այստեղ եմ, եթե հանկարծ ինչ-որ հարցեր լինի, կարող ես մոտենալ։ Շատ լավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Գիտես չէ, ես հիմա բոլոր օրենքներով պետքա չպատասխանեի քո զանգին։ Բայց ես սպասում էի քո զանգին։ Մենք առաջ ավելի անկեղծ էինք իրար հետ, Սոնա ջան։ Իսկ հիմա Լիլ, մենք էլի անկեղծ ենք, ուղղակի։ ոչ մի ուղակի։ Եթե քո ասած ձևով իրոք ամեն ինչ շատ իդեալական է, դու երջանիկ ես, ամեն ինչ իրոք լավ է, քեզ ոչ մի բան չպետք է խանգարի, որ գաս ինձ հետ հանդիպման։ Լռում ես, հա։ Լիլ, երևի ճիշտ ես։ Ես էլ պետք է այս 4 պատից դուրս գամ։ Շատ երջանիկ ձայնով ես ասում, դա ինչ խոսք։ Կլինի չսկսես։ Դե լավ, ես գնում եմ մարզվեմ, վերջացնում եմ, զանգում եմ քեզ ու դուրս ենք գալիս իրար հետ, լավ։ Լավ։ Վայ իմ խելքն ասա, որ այսքան անհանգստանում եմ քո համար։ Լավ նարե աղջիկ, դու ուղղակի սպասի։ Ապե ինչ ես ուզում ինձանից։ Որեսի շկրակը ընկա, ես քո հետ գործ բռնեցի։ Լավ, մեծ հանգստացի այդ աղա։ Հարց եմ տալիս քեզ։ Վերջին հարցս է։ Անցած անգամ էլ վերջին հանդիպումն է։ Մի ընդհատի, որ ես խոսում եմ։ Ասում հարց եմ տալիս։ Հարցիս պատասխանի Խաչիկ։ Ինձ այդ նամակն ուղարկողի անունն է պետք։ Ապե ինչ իմանամ։ Կա գիտես ոստիկան եմ կամ հատուկ գործակալ եմ։ Ասացի բան չգիտեմ։ Դու չգիտես, բայց հաստատ մարդիկ կլինեն, որ կիմանան։ Հայկո ջան, ախպեր ջան, քեզ ոնց ասեմ հասկանաս։ Ես բան չգիտեմ։ Մենք ստեղ հիմա խոսում ենք ու կարող է ինչ-որ մեկը մեզ հետևում է։ Ախպեր, ոնց բացատրեմ հասկանաս, իմ ընտանիքի հարցն է։ Ես իմ համար չեմ վախենում։ Ստեղ հարցը ոչ ես եմ, ոչ դու ես։ Ստեղ հարցը հերս է, մերս է, քուրս է։ Ապե դու կլինես վարոն, թե ուրիշ մեկը, իմ համար մեկ է։ Սա կարևորը իմ ընտանիքն է, անգեր չենք կարող իրար հասկանանք։ Գնա ախպեր, մոռացեք ինձ։ Արմո անունը քեզ ինչ-որ բան ասում է։ Փաստորեն ասում է։ Լսի, Խաչիկ, նենց չի, որ ես չգիտեմ ոչ մի բան։ Այստեղ ամեն ինչ էլ պարզ է։ Ուղղակի ինձ պետքա, որ դու էլ տաս այդ անունը։ Բա եթե գիտես ինչ ես ուզում ինձանից։ Անունը։ Եթե այդ Արմոից ես վախենում, մի վախեցի, ոչ մեկից։ Ինձ անունն է պետք։ Անունն ասա, ես էլ քեզ հանգիստ թողնեմ, ախպեր ջան։ Հա, էտա, Արմոյա, Արմանա ինքնա։ Ես իրան չեմ տեսե, ապե։ Մենակ անունն եմ լսե օդի մեջ։ Հենա դու էլ ես ասում, որ ճշտել ես։ Բա էլ ինչ կա, ինչ ես ուզում ինձանից, Հայկ ջան։ Ախպերս գնա, մոռացեք ինձ, խնդրում եմ։ Անգեր ձեր դարդից թողեմ գնամ իմ տնից։ Ալո։ Ոնց ես նարե հասար տուն։
Չէ, մի քիչ մտքերով եմ չեմ ուզում տուն գնամ։ Նարե, բայց մենք խոսեցինք, չէ՞ այդ մասին։ Հա, հորքուր խոսեցինք, բայց ես փոշմանել եմ։ Որովհետև չեմ ուզում էլ ինչ-որ մեկի մոտ խաղամ, ձևացնեմ, ուղղակի կգնամ ու բաց տեքստով կասեմ, այն ինչ որ կա։ Այսքան ժամանակ ով է իմ մասին մտածել, որ ես էլ իրենց մասին մտածեմ։ Կամ Արմոնով է ընդհանրապես, որ ես իրանից վախենամ։ Կգնամ բոլորին կասեմ, այն ինչ որ կա, նենց ոնց որ կա։ Ու ինչ լինում է թող լինի։ Ես ամեն ինչ պատմելու եմ։ Որտեղ ես հիմա։ Քո հյուրանոցի կողքի այգում։ Լավ, գալիս եմ։ Լավ նարե աղջիկ։ Ուզում ես վատով, ուրեմն կլինի վատով։ Ես փաստորեն չես մոռացել օֆիսի հասցեն, հա? Ապրես։ Գիտես չէ, որ չեմ ներում անպատասխանատու աշխատակիցներին։ Ուղղակի բախտդ բերել է, որտեղ ես։ Այսքան գործ կա, այսքան։ Պիտի խոսանք Նարեի մասին։ Ինչ կա խոսելու Նարեի մասին։ Այս հարսանիքը նորմալ է, հա, քո համար։ Խոսալու, քննարկելու ոչ մի բան չունենք։ Կույր ու խուլենք ձևանում, պապա։ Մոռանում ես սովականնաց դիմացդ։ Մի օր կարող է հաշվի չառնեմ այն փաստը, որտեղ ես։ Արի, նստի խելոք գործը տարա, եթե պետք լինի կխոսենք դրա մասին։ Ինչի դու ինձ գործել ես, հա, վստահում։ Բոլոր գործերդ Արմոյի հետ չես քննարկում։ Բոլոր թղթերդ Արմոյի անունով չես անում։ Հիմա դու նախանձում ես, թե խանդում։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Ես թքած ունեմ այս օֆիսի վրա էլ, քո փողերի վրա էլ։ Ես ինձ ինչ հիշում եմ, կոտորում եմ, ասում եմ Արմոյին այդքան երես մի տուր, այդքան մի վստահի, այդքան կարևոր թղթեր դրա անունով մի արա, բայց ես ինչքան շատ եմ խոսում, այդքան դու ավելի հակառակն ես անում, ինչքան մտածում եմ, ինչքան գլուխ եմ ջարդում, քո արածների իմաստը չեմ հասկանում։ Ինչ ես կռվում հետս, հա? Դու մոռանում ես, թե մենք ինչ անօրինական գործարքների մեջ ենք։ Հասկացի այդ տղա, այնտեղ ոչ ես ուզում եմ իմ անունը լինի, ոչ էլ առավել ևս քո անունը։ Դու քեզ թվում է ես հենց այնպես հա քեզ կզոհեմ։ Բա Արմոն ո՞նց է համաձայնվել, հա? Իմ ու քո սիրուն աչքերի համար, թե տեղի ինչ-որ բան ես խոստացել, կամ էլ ինչ-որ մեկին ես խոստացել։ Ինչեր ես խոսում այդ տղա։ Էն ինչ կա։ Դու էլ լավ գիտես, որ Արմոն թացտեղ պարկող չի։ Այն որ Արմոյի ինքնավստահություն այսօր երկինք է հասել, ու լեզուն էլ մի քանի մետր երկարել է։ Այդ մենակ քո պատճառով է։ Միակ մեղավորը դրա դու ես, պապա։ Որովհետև քո սև գործերը անելու համար դու աղջկատ ես խոստացել Արմոյին, այդքան բան։ Դու ձեռքերդ ծալած հանգիստ նստել ես
Ու նայում ես տենաս, թե ոնց է աղջիկը դժբախտանում, ու քո համար մեկա, որ Նարեն Արմոյին չի սիրում։ Դու լավ գիտես այդ ամեն ինչը, ուղղակի ձեն չես անում, որովհետև քեզ ձեռ չի տալիս։ Դու աղջիկա չես ամուսնացնում Արմոյի հետ, դու գործ արքես կնքում, դու ծախում ես աղջիկատ։